Ինչ է արել այս իշխանությունը եւ ինչ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնելու հայ ժողովրդի վերջնական կործանումից առաջ։ Ինչ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու։ Արցախը հանձնեց, բանակը ոչնչացրեց, անվտանգությունը երկրի ոչնչացրեց։ Եթե ուզում եք անվտանգությունից հասկանալ ինչ է կատարում, գնացեք Սյունիք։ Ամեն օր կրակում են Սյունիքում։ Ամեն օր։ Անասնագլխականակը Սյունիքում կրճատվել է 60%-ով։ 25 դաշտերից ցանվել է միայն 5-ը։ Ես էլ ունեմ այնտեղ հողատարածք, գնացել եմ որպեսզի տեսնեմ ինչ վիճակում է, վերջապես հնարավոր է, ես տեսել եմ ոչ մեկ այդ հատվածում չի ցանել, որովհետև թուրքը գլխին նստած է։ Եվ ոչինչ չկա։ Բանակ, որը զորավարություն չի անում, բանակ, որը զինտեխնիկա չունի, բանակ, որը մարտական եւ պատրաստություն եւ մարտական պատրաստականություն չի անցնում։ Ահա ամեն ինչ։ Այս տեսակ Ալբանիայում իր այդ նկարագրեք, գնահատեք այս կադրը, ևս մեկ անգամ նայեք, պարոն։ Ես բազմաթիվ անգամ նայել եւ ստորակարշը սուրճի է հրավիրում իր տիրոջը, իսկ տերը մեծ սահոքաբար ասում է գնա ես կգամ։ Այդպես ասում են միայն օգտագործված դեն նետած ոչնչություններին։ Միացրեք։ Նկարն է պարզապես ստատկել է, ես սրան զուգահեռ Ալիևը ևս մեկ անգամ Բուդապեշտում Օրբանի թաղասուրիսում հաստատեց, որ սահմանադրությունից պետք է հրաժարվեն այդ երկու Մինսկի խմբից պետք է հրաժարվեն։ Եվ Երևան վերադարձի չէ։ Այո։ Հիմա ես դրան էի ուզում անդրադառնալ, դուք կանխեցիք ինձ։ Եվ Ալիևը նաև դրանից հետո ուրիշ ավելի զիլ հայտարարություն արեց, որը յուրաքանչյուր հայ, ով ունի ազգային ինքնասիրություն, պետք է ամոթից սատկի, որովհետև լռում է։ Նա ավելի սարսափել, ասեց խաղաղության պայմանագրի բոլոր կետերը թելադրվել են, պարտադրվել են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը խաղաղության պայմանագրին ոչ մի կետի հետ առնչություն չունի։ Դրանք մեր պահանջներն են, որ Հայաստանը ստիպված պետք է կատարի։ Եվ Դավաճան Կապիտուլյան, ստոր տխմար Նիկոլը հայտարարում էր, որ այդ ինչպես է մենք ասենք Արևմտյան Հայաստան, թուրքերը չեն ասի Արևմտյան Ադրբեջան, դա դրանով իրավական ստատուս տվեց հայկական պատմական վերջին կտորը ադրբեջանականացնելու թուրքելու համար։ Եվ այսօր ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջանի ամբողջ միջազգային առումով արդեն օգտագործում են այդ տերմինը որպես պատմական տերմին եւ պահանջում են 300,000 ադրբեջանցիների գալ այստեղ։ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օրը դա Հայաստանի կործանում է։ Եվ այդ ամեն օրը ինքը օգտագործում է լիարժեք, որպես վերջնականապես կործանվի։ Ես նորից եմ բերում, դրանք պատմական փաստեր են, ովքեր նիկոլական դեբիլ ժեղ չեն։ Այնքան տգետ չեն, որ գնան Աննայի այս Կապկաս թամաշաների պոռնկադասերին։ Հիշեք, 1987 թվականի մարտահամարի համաձայն Հայաստանում Հանրապետությունում ապրել է 85,000 ադրբեջանցի։ Ադրբեջանի Հանրապետությունում ապրել է 520,000 հայ։ Այսօր 300,000 ադրբեջանցի են ուզում բերեն Հայաստան, ընդ որում շուրաների մակարդակով, ովքեր անգրագետ տգետ են Աննայի նման, ասեմ, շուրա նշանում է ինքնավարություն, թուրքական ինքնավարություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հասկանում եք։ Այլասերված նիկոլականներ հասկանում եք։ Երբ ինչ-որ մեկը հանունի երեխայի աշխատանքի, հանունի լափամանի ասում են Նիկոլը լավն է, դուք հասկանում եք ինչ կլինի, եթե 2 միլիոնանոց Հայաստանում 300,000 ադրբեջանցի կա բնակության։ Քանի տարի հետո հայերը այստեղ փոքրամասնություն կլինեն։ Եվ Նիկոլ Փաշինյան տականքը թուրքական էթնոզտումից, եղեռնից հետո, ադրբեջանական էթնոզտումից և 520,000 հայեր մաքրեց Ադրբեջանից, այսօր իրավունք տվեց Ալիևին։
ազգային էթնիկական զտումների մեջ մեղադրել Հայաստանի Հանրապետությանը։ Երեք Լավրովը շատ ճիշտ ասեց, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում։ Եվ բերեց, որ այն պաշտպանական գծերը, որոնք կառուցված էին հավերժի համար, ռուսական զենքով ու հավերժի համար։ Նիկոլ այն տվեց թուրքերին։ 10,000 հայ երիտասարդ սպանեց, որպեսզի ազգը վախենա, կոտրվի ազգի դիմադրողական ոգին եւ թուրքը տեր դառնա այդ ամուր պաշտպանական գոտիներին եւ տեր դառնա Արցախին։ Իհարկե, հայ ողորմելի ոչիլների, տխմարների եւ տգետների համար մտածեցին նախկիններն են հանձնել, բանակն են թալանել, դաշնակներն են հանձնել, Շահրամանյանը ստորագրեց, մենք կապ չունեինք։ Որովհետեւ հերոստատեսությունը ամբողջովին իրենցն է եւ իրենք ցույց չեն տալիս Էրդողանի այն խոսքեր, որ ասեց Արցախ հայաթափելուց առաջ մենք ամեն ինչ պայմանավորվել ենք Նիկոլի հետ։ Լավրովն ուղիղ տեքստով ասեց, որ մենք փաստի առաջ կանգնեցինք, երբ Արցախը տվեց Նիկոլ Փաշինյանը։ Պուտինը հայտարարեց, որ մենք զարմացած ենք։ Եվրամիության բորելը արտաքին հանձնաժողովի նախագահ հայտարարեց, որ առաջին ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանն էր, ով ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում։ Այսինքն ես միայն չեմ ասում այնպիսիները, որ ասեք, ռուսական կողմնորոշում են, Եվրոպան էլ է այդ մասին փաստում։ Եվ զարմացած։ Եվ հիմա սուրճի է հրավիրում մեկին, ով ասում է դու գնա ես կգամ, այսինքն լակո դու ես, որ ես քեզ հետ տեղ կամ։ Գնա սպասի, ժամանակ կունենամ կգամ։ Հայ ժողովուրդ, դա Ալիևի թքելն էր մեր բոլորիս ինքնասիրության վրա։ Եվ Ալիևը Նիկոլի հետ միասին թքեց այդ ինքնասիրության վրա։ Բայց ես ուզում եմ մի բան եւս անդրադառնամ։ Աննա Հակոբյան, դուք հաճախ ասում եք, որ դուք կոռուպցիաների ոչ մի բանի հետ կապ չունեք։ Լավ, հասկացանք։ Վերջերս Մարգարյանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ հստակ դրված է, որ Իմ քայլը հիմնադրամը Ամերիկայի է փոխանցել $6 միլիոն։ Ես ուզում եմ ասել, ՀԿ-ների մասին օրենքով յուրաքանչյուր 6 ամիս ՀԿ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ֆինանսական գործունեության եկամուտների եւ ծախսերի մասին։ Աննա Հակոբյանի հաշվետվությունները ոչ միտեղ չկար։ Կոռուպցիոն հանձնաժողով, կոռուպցիոն դատարան, կոռուպցիոն քննչական, հակակոռուպցիոն քննչական մարմիններ, ինչու՞ չեք հետևում դրան։ Այդ ինչպես է եղել, որ Իմ քայլը հիմնադրամ $6 միլիոն է փոխանցել Ամերիկա։ Թե պարոն Մարգարյանը, որը քաջատեղյակ է, թե լռության եք մատնում։ Ինչպես $211 միլիոն, որ Ադրբեջանի կենտրոնական բանկն էր փոխանցել մինչև այսօր, բայց չէ որ այս իշխանությունը մի օր գնալու է եւ վիրավորված ու ստորացված, պարտված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու։ Պատասխան է պահանջելու այսօրվա քաղաքական իշխանությունից, պատասխան է պահանջելու տգետ հարճերից, պատասխան է պահանջելու այն երեխաներից, ովքեր ավտոբուսներով տեղափոխվում են քաղաքից քաղաք, որպեսզի մասսա ապահովեն, թիվ ապահովեն Աննա Հակոբյանի տգիտության դասերից համար։ Բոլորդ պատասխան եք տալու։ Բոլորդ պատասխան եք տալու։ Դե ձեզ թվում է, որ Ռուսաստանի համբերությունը անհատակ է եւ Ռուսաստանը միշտ պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությանը կամ Եվրոպան պաշտպանելու, ոչ։ Բոլորը իրենց ցավն ու դարտն ունեն, բոլորը իրենց ծրագրերն ու նպատակներն ունեն, ազգային խնդիրներն ունեն, ազգային դժվարություններն ունեն, ծրագրերն ու նպատակներն ունեն, բոլորը ապրում են իրենցով։ Մենք դարձանք ոտքի կոխան։ Մենք դարձանք յաթաղանի մարմին։ Եվ ուզում եմ ասել, Նարեկ Նալբանդյանը վերջերս մի փայլուն գնում է կատարել։ Նա գրել է նոր Հաչինի ադամանդի գործարանը, շողակն գործարանը, $3 միլիոն։
Իհարկե այնտեղ 3 անհատներ կան 33.3% փայաբաժնետերերով, բայց քանի որ Նարեկ Նալբանդյանը Աննա Հակոբյանի գործարարն է, ապա մենք եկեք շնորհավորենք Աննա Հակոբյանին Շողակն Ադամանդի գործարանի ձեռքբերման կապակցությամբ, որովհետև Շողակն Ադամանդի գործարանը դա Խորհրդային Միության լավագույն, ամենալավագույն գործարաններից մեկն է, որ այսօր Տիկին Աննայի սեփականությունն է դարձել Նարեկ Նալբանդյանի անվամբ։ Եկեք շնորհավորենք նաև դա։ Եվ ամփոփելով ասում եմ, երբ ես հանել եմ կոռուպցիոն այն բոլոր պատմությունները, որոնք այս 7 տարիների մեջ ընթացքում եղել են, եւ այդ կոռուպցիոն պատմությունները Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ ԿՊԱ-ականների կազմել են 2800 խոշոր կոռուպցիոն գործարքներ եւ աղմուկներ, որոնք այսօր ոչ մի իրավական եւ հասարակական գնահատականի չեն արժանացել, պատասխան չեն տրվել։ Եվ ինչպես Ռուբիոն է վերջերս հայտարարել, Մարկո Ռուբիոն, Ամերիկայի պետքարտուղարը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է։ Իսկ այդ պատերազմի հավանականության մեջ այսօր Ադրբեջանը գերհզոր է, Հայաստանը գերթույլ է։ Եվ ինչպես Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Հարավային Կովկասը թուրքական աշխարհի համար կարևորություն ունի։ Այսինքն Հարավային Կովկասը ամբողջովին թուրքական գերիշխանության տակ պետք է անցնի, իսկ այդ գերիշխանության մեջ Հայաստանի Հանրապետություն չկա, ով հայ ժողովուրդ։ Ժամանակն է, որպեսզի դուք դուրս գաք տխմար, հարճ, ոչիլ տգետներից այս ազգը փրկելու համար։